Շատ սիրուն ես, Էսթեր։ Երբեմն կյանքում մթին ժամանակներն ավելի խավար են, քան դժոխքում։ Էսթեր Շավարշի Գրիգորյան։ Այո, Դուք ճանաչում եք Արտակ Մահերի Սարգսյանին։ ճանաչում եմ, ինչ է պատահել։ Բայց առավել սարսափելի է այն, որ այդ խավարը ցրելու համար հաճախ մենք պատրաստ ենք վճարել այնպես, ինչպես նրանք, ովքեր արդեն դժոխքում են։ Սարգիս ջան, այնքան նման ես ինձ ծանոթ մի մարդու, կուրսեցի սեր։ Սառը, Դեռ ինչքան ես քեզ մեղադրելու, հա? Չես կարողանում ապրել գոնե ձևացրու, հանուն ծնողներիդ ապրի։ Միքայել, բարև։ Դու ես գյուղից ես, տղա ջան։ Դե կարելի է այդպես էլ ասել։ Կներեք, իսկ դուք Սամվել, անունս Սամվել է։ Այստեղ կենթանիներ կան, Միքայել։ Կան, բայց վտանգավոր չեն։ Այստեղ ավելի վտանգավոր բաներ կան, քան կենդանիները։ Մեռած է։ Չէ, խնդրում եմ։ Սարգիս մեքենան գնա միացրու գնում ենք։ Հիմա դժվար գնաք, թունելը փակ է։ Այս գյուղում ինչ-որ բան այն չէ, հենց սկզբից էի հասկացել։ Քանի անգամ եմ քեզ ասել, որ տնից դուրս չգաս, նարե։ Սենց որ գնաց, աչքիս մի 10 օրից կբացենք թունելը։ Ես դե լուրակարակ գյուղում մի տեսակ շատ չեն տարօրինակությունները, թե բան գիտես ասա ումից ես վախենում։ Լսի տղա, չափերը չանցնես։ Ես ոչ մեկից ու ոչ մի բանից չեմ վախենում։ խորեն դուք խոսեք, երբ գնացիք չտեսաք նրա մեռած մարմինը։ Էսթեր, այնտեղ մարմին չկար։ Ինչ։ Մինայի հետ կոմ լսում ես ինձ, Մինայի։ Եթե մինչև վաղը լուսաբաց, ձեզնից որևէ մեկը չխոստովանի, թե ով է մարդասպանը։ Կմեռնեք բոլորդ։ Ռուբեն Եսայանի թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա 2 «Մարդասպանը ես եմ» գիրքը հարցրեք Զանգակ գրատան բոլոր մասնաճյուղերում։ Չեմ հավատում, դու ես։